չունենալ իրենց հետ շփում քաղաքական չի կարող, դա խորքային արժեքային այսպես կարմիր գիծ է։ Կոնկրետ վերջնական չես ընդունում այդ գաղափարախոսությունը երբեք միասա երբեք։ Չէ, ոչ միայն տեսականորեն անգամ հնարավոր չի ԿՊԻ-ի կարմիր գիծը։ Կարմիր գիծ։ Հիմա պարլամենտական հանդիմությունը դրանից հետո բազմաթիվ հայտնի երկու թևերից է բազմաթիվ ինչքան ուզենաք առաջարկություն եղել տարբեր ժամանակահատվածներ մշտապես է դրանք մերժվել է որովհետև իսկ մանավանդ այս դրանից հետո որ արդեն 21 թվականից 22 թվականից գոնե խորքային հասկացա որ այստեղ իրականում Նիկոլ Փաշինյանի հետ որևիցե մեկը հակասություն չունի այլ նույն երկրորդ երրորդ նախագահների դաշնակցության այդ ինստիտուտները Նիկոլ Փաշինյանի հիմնական հենարանն են ու իրենք կյանք կտան որ այս համակարգը չփոխվի կյանք կտան իրենց պայքարը միայն անդիմադիր դաշտում առաջի տեղը զբաղեցնելու համար է ու նաև հələ այս մնացածը մի կողմ այն որակական հատկանիշները որը որ ես տեսել եմ երբեք արժեքային իմաստով նույնիսկ թույլ չեն տա որ մենք քաղաքական նույն ճանապարհով գնանք բայց սա ամենևին չի նշանակում որ այնտեղ չկան պետականամետ մարդիկ լավ մասնագետներ կան հատուկենտ մարդիկ իմ իմացածներն եմ ասում դրա հատուկենտ ոչ թե ուղղակի ընդհանրապես հատուկենտ են բայց ցավոք այդ մարդիկ որևիցե ազդեցություն համակարգային իմաստով այդ process-ի վրա չունեն իրենք ուղղակի այնտեղ որպես հերթական մարդ են ով որ այդ process-ի մեջ են իրենք ոչ կարող են բովանդակություն փոխել ոչ ուղղություն փոխել ոչ համ ու հոտ փոխել պայմանական ասված չկա այդպիսի բան բայց կան այդպիսի մարդիկ որոնք ես անձամբ ճանաչում եմ շատ որակով մարդիկ են իմ համար միշտ հարցը ոնց կարող են իրենք օրինակ լինել այդ կուսակցության պարլամենտական ընդդիմության ուղղակի անդամը երբ որ տեսնում են ինչա կատարվում բայց հասկանում այդ մարդիկ էլ իրենց խնդիրներն ունեն ֆինանսական տալիս դու քո թիմը այսինքն պետք է ձևավորես եթե օրինակ համար պայմանական իդե պատրաստվում ես գնալ խորհրդարանական ընտրություններին եթե հարցավ հերթը խորհրդարանական ընտրություններին անպայման վերցնենք այդտեղ եթե հերթը հասավ խորհրդարանական ընտրություններին արտահերթին չէ կապ չունի արտահերթել լավ դու քո թիմը պետք է ուրեմն ձևավորես ոչ այս ոչ այն կողմը բնականաբար ոչ էլ հետս գնալու դեպի Լևոն Տեր-Պետրոսյան բնա բացառված վերջացավ այդ հարցերը ուրեմն ինձ ստիպում է այս հետևյալ հարցը տալ բայց թիմը ոնց է հավաքելու ԿՊ-ն անգամ խնդիր ուներ իր թիմը հավաքելու շատ լավ ուրեմն ԿՊ-ի դեպքում թեպետ նախկին իշխանությունը շատ երկար պլանավորված եկել եւ հանձնել է իշխանությունը ԿՊ-ին բառեզբուն իմաստով բայց դրա մասին բնականաբար նույնիսկ ԿՊ-ի վերնախավ 1-2 հոգի են երևի թե իմացել այսինքն դա չի եղել ինստիտուցիոնալ գործընթաց հիմա մենք այդ ժամանակ ունենք նաեւ ինստիտուցիոնալ գործընթաց իմ համար առավել քան փաստ է ես կարող եմ ժամերով ոչ թե խոսել ուղղակի կարծիք ասել այլ ապացուցել